Ուրբաթ օրը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Ըստ էության, ամբողջ տարածաշրջանի երկրները տեղեկացված են եղել հարվածների վերաբերյալ եւ նաեւ այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունը կարող էր տեղեկացված լինել եւ կար անվտանգության խորհրդի նիստ։ Ինչ են քննարկել, մենք չգիտենք դրա մասին։ Այսօր Կիրակի առավոտյան նորից ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել մարտի 1-ին եւ ելի քննարկվել են տարածաշրջանում լարված իրավիճակը։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը պահպանել է բարեկամական հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության ամբողջ ղեկավարության հետ։ Օրեր առաջ մեր պաշտպանության նախարարը հանդիպումներ ունենում այն մարդկանց հետ, Սուրեն Պապիկյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում, ովքեր 3 առավոտյան սպանվել են եւ դեռ սպանվում են հենց հիմա այս պատերազմի ընթացքում։ Եվ այստեղ շատ կարևոր հարց կա, այսինքն ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Պետքա ցավակցի, օրինակ, հոգեոր առաջնորդի մահվան կապակցությամբ, չպետք է ցավակցի։ Իրանի Իսլամական Հանրապետությունում հիմա բացվելու է ցավակցությունների գիրք, պետք է բոլորը գնան ցավակցությունների գրքում գրառում անեն, թե չպետք է գնան գրառում անեն, ինչա տեղի ունենալու։ Այս բոլոր հարցերը բնականաբար դրված են Հայաստանի Հանրապետության իշխանության սեղանին, որովհետև եթե իշխանությունը չի փոխվում եւ մնում է այն իշխանությունը, որը որ կա, որը շարունակում է կռվել մինչև վերջ եւ ստիպված տարածաշրջանը չվառվելու եւ ամբողջ նավթամթերքի շուկան եւ դոլարի գինը եւ այլն, այս զոհաբերությունների համար կարող է մի քանի օրից ասեն լավ, եկեք թարգենք ինչ եղել է, նորից պահպանվի այս իշխանությունը, իսկ Հայաստանը պետք է շարունակի պահպանել հարաբերությունները իշխանությունների հետ։ Բայց եթե հանկարծ դա չլինի եւ կարողանա ներսից իշխանությունը փոխել 92 միլիոնանոց երկրում նոր ռեժիմ գա եւ ով գիտի այդ երկիրը կպահպանվի այն իր տեսքով որը որ կա, թե կփլուզվի, կտորների կբաժանվի, Ադրբեջանը այդտեղից ինչ կառիթավորվի, ինչ տեղի կունենա, սրանք կարևոր մարտահրավերներ են, որ բացի պերաշկի ուտելը հարևան երկրի վրա հարձակման ժամանակ պետք է կարողանաս հասցեագրել։